Բարի լույս սիրելի գրքասերներ, առավոտյան ձեր տաքու համեղ սուրճը վայելեք սիրելի պոետի հետ զբոսնելով Պետերբուրգի փողոցներով։ Պատմելու ենք հիասքանչ գանգուրներով ռուս բանաստեղծի մասին, ով աշխարհը համարում էր սարսափելի, կյանքը անիմաստ, իսկ Աստծուն դաժան կամ գոյություն չունեցող։ Խոսելու ենք գեղեցիկ եւ ուղիղ ձեռագիր ունեցող ռուս դասական պոեզիայի ամենավառ ներկայացուցչի Ալեքսանդր Բլոկի մասին։ Ալեքսանդր Բլոկը ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Գրողի հայրը Ալեքսանդր Բլոկը Վարշավայի համալսարանի պրոֆեսոր էր, իսկ մայրը Ալեքսանդրա Անդրեևնան գրող։ Բլոկն ընդամենը 5 տարեկան էր, երբ գրեց իր առաջին բանաստեղծությունները։ Ընդունվելով Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բանաստեղծը 3 տարի անց տեղափոխվում է պատմական բանասիրական ֆակուլտետ։ 1904 թվականին Բլոկը տպագրում է իր առաջին բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ համար բանաստեղծական ժողովածուն։ Շփոթմունքի մեջ ինչ ես խոնարհվել։ Առաջվա նման նայիր ինձ շիտակ։ Այդ ինչ է քեզ հետ քո անկումն արել։ Այս ինչպիսին ես դու, պարզ լույսի տակ։ Սկանդինավյան հինգուսարի դեմքով եւ բանաստեղծական թավշեպ վիճակով Բլոկի պոեզիան համեմատում էին մշուշապատ ցոլքի եւ քրիստոնեական ճշմարտության հետ։ Նա գրում էր անշտապ, վստահ եւ հաստատուն։ Ալեքսանդր Բլոկի գրական ոճն ունի մի քանի ուղղություն։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում գերակշռում է սիմվոլիզմը, իսկ հետագա բանաստեղծական շարքերում նկարագրում է համամարտկային թեմաներն ու ժողովրդի սոցիալական վիճակը։ Նրա Անծանոթը, Կուլիկովոյի դաշտում, Մենք հանդիպեցինք մայրամուտին, Ձյունոտ դիմակը եւ այլ ստեղծագործություններում արտացոլված է աստվածային սերն ու հավիտենական գեղեցկությունը, իսկ Բլոկի քաղաք բանաստեղծական շարքում սառը անհոգի Պետերբուրգը վերածվում է վեհ եւ միաժամանակ մղձավանջային միստիկ քաղաքի։ 1917 թվական Փետրվարյան հեղափոխություն։ Ամբողջ կյանքում հեղափոխությունը որպես գեղեցիկ անխուսափելիություն համարող բանաստեղծը գրում է ռուս դասական պոեզիայի գլուխգործոցներից մեկը՝ 12 պոեմը։ Պոեմի տպագրումից հետո այն հարցին, թե արդյոք մտավորականը կարող է աշխատել բոլշևիկների հետ, պոետը պատասխանում է՝ կարող է եւ պարտավոր է։ 1917 թվական Պետերբուրգի ձյունե փողոցներով անցնում են մարդիկ, անիծելով բոլշևիկներին եւ հեղափոխությունը։ Ռուսաստանը դավաճանված էր, իսկ գիշերային քաղաքով անցնող զինվորների 12 հոգանոց ջոկատը պատրաստ է կրակել անցյալի եւ խրճիթավոր Ռուսաստանի ուղղությամբ, հանուն նոր Ռուսաստանի։ Այո, Բլոկը հավատում էր, որ հեղափոխությունը կարող է արդարություն եւ նոր կյանք բերել, իսկ հետագայում տեսնելով հեղափոխության ցավալի ու արյունոտ հետևանքները, խոր հիասթափություն է ապրում։ 1921 թվական Բլոկի առողջական վիճակը կտրուկ վատթարանում է եւ չդիմանալով նյութական ծանր պայմաններին օգոստոսի 7-ին մահանում է։ Պետրոգրադում պոետի մահվանից մի քանի օր առաջ խոսակցություններ էին պատտվում, իբր Բլոկը խելագարվել է եւ պարբերաբար կրկնում է, որ հարկավոր է ոչնչացնել 12 պոեմի բոլոր օրինակները։ Բլոկը մշտապես վերևի հարկում էր բնակարան վարձում, որպեսզի տարածություն բացվեր պատուհանից։ Նա աշխատելիս ժամանակ առ ժամանակ մոտենում էր պատուհանին, գինի լցնում, մի շնչով դատարկում բաժակը եւ նորից նստում գրասեղանի առջև։ Ալեքսանդր Բլոկի պոեզիան երաժշտություն է, որի հնչյուններն առ այսօր արտիական են եւ չափազանց հզոր։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել Ալեքսանդր Բլոկի թողած գրական հարուստ ժառանգությունն ու ձեզ խորհուրդ ենք տալիս չմոռանալ, որ կարդալը օգտակար է առողջությանը։ Հասմիկ Կարապետյան, Արամ Ջանասյան, հատուկ Բարի լույսի համար։